Ես այսօր մի հետարքիր մի թեմա, որ Աստված իմ սրտում դրել է, ճիշտ ասած, ես գիշերը քնելուց առաջ ես ուրիշ բան էի խոսելու։ Եվ առավոտ զարթնել եմ, ասում եմ, ես այն քարոզը չեմ իմանում, ոնց եմ քարոզելու։ Ես հասկացա, որ ուրիշ բան պիտի քարոզեմ։ Եվ նենց որ այն ինչ որ այսօր քարոզելու եմ, այդ բարձացավ իմ սրտում այս առավոտյան։ Այս առավոտյանը բարձացեմ, նենց որ ես երկու քարոզ ունեի ձեզ համար։ Բայց Աստված այս ամենը իմ սրտում բարձացրեց, ես հավատում եմ, որ էսի քո կյանքի մեջ կբերի այս ժամանակի համար օրհնություն եւ ընդհանրապես Աստծո խոսքը մեր կյանքի մեջ միշտ բերում է պատրաստում, միշտ բերում է հավատք, պատրաստում է մեզ, բարձրացնում է մեզ, այսինքն այս ժամանակի համար Աստված այս խոսքը ես հավատում եմ, որ ձեզ համար տալիս է։ Եվ գիտեք, ես այսօր խոսելու եմ պատերազմելու մասին։ Խոսելու եմ պատերազմելու մասին եւ հարցը այսպես եմ ուղղում. պատերազմել ինչի համար կամ ինչի դեմ։ Եվ համար եւ դեմ, որովհետեւ կա բաներ ինչի համար մարդ պատերազմում է եւ կա բաներ ինչի դեմ է մարդ պատերազմում։ Եվ շատ անգամ մեր կյանքի մեջ մենք ունենք մեր պայքարները, մեր կյանքի մեջ մենք ունենք մեր խնդիրները, որի մեջ մեր պատերազմներն է։ Եվ գիտեք, շատ անգամ մեր պատերազմները մեր իրավիճակների մեջ, մեր խնդիրների մեջ, մեր ընթացքի մեջ, շատ անգամ մենք այդ ամենի մեջ մեր պատերազմները ուղղում ենք ֆիզիկական երևույթների դեմ։ Օրինակի համար հարևան հարևանի դեմ, բարեկամ բարեկամի դեմ, եղբայր եղբոր դեմ, որդի հոր դեմ, հայր որդու դեմ։ Մենք տեսնում ենք, որ իրականում մարդիկ իրար հետ պատերազմների մեջ են։ Պատերազմ միգուցե ոչ թե ֆիզիկական, պատերազմ միգուցե իր սրտի մեջ։ Պատերազմ սրտի մեջ, որը որ անհամաձայնություն է մարդու նկատմամբ, մարդու դեմ։ Եվ գիտեք, այդ պատերազմը, ընդհանրապես մեր պատերազմը պետք է այդ ֆիզիկական երևույթից դադարեցնենք։ Որովհետև դա այն պատերազմը չի, ինչին դեմ, որ Աստված մեզ կանչել է։ Մենք կանչված չենք պատերազմելու մարմնի ու արյան դեմ։ Եփեսացի թղթի մեջ սպառազինության մասին, երբ որ Պողոս առաքյալը գրում է, ասում է մեր պատերազմը մարմնի եւ արյան դեմ չի։ Մարմին ու արյուն բառն է տեղ շեշտում։ Դա նշանակում է մենք շատ անգամ մեր ամեն մի խնդիրների, ամեն մի խնդիրների, ամեն մի իրավիճակների հետ առնչվելիս մենք մարդկանց ենք մեղադրում ու մեր մեղադրանքի պատճառով մենք սկսում ենք պատերազմել մարդկային, հա? Շնչավոր։ Մենք սկսում ենք պատերազմել ոչ թե հոգևոր սկզբունքների համաձայն, այլ սկսում ենք պատերազմել ֆիզիկական երևույթով։ Մարդու դեմ, միս արյան դեմ։ Եվ գիտեք, դրա համար Պողոս ասում է, մենք ունենք պատերազմ, այո, բայց մեր պատերազմը մարմնի արյան դեմ չի։ Հանուն ինչի եւ ինչի դեմ, ինչի համար եւ ինչի դեմ։ Այո, մենք ունենք պատերազմեր, որ հանուն ինչի համար պիտի լինի։ Դուք վաղը աղոթքի եք կանգնելու Եզեկիելի մեջ, դուք հանուն ինչի պիտի աղոթեք։ Դա ինչի համար է, մարդկանց փրկության համար է։ Եվ այդ դրա մեջ, այդ աղոթքի մեջ նույնպես դեմ կա։ Մարդկանք, որ ստրկության մեջ են ու սատանայի իշխանության տակ, այո, հենց մեր պատերազմը սատանայի իշխանության դեմ է։ Սատանայի դեմ է։ Մեր պատերազմը հոգևոր է եւ կա հոգևոր էակներ։ Եթե ուշադրություն դարձնենք ամեն մեկից մի ժամանակ, երբ որ մենք Քրիստոսի մեջ չէինք, Պողոս առաքյալն ասում է ամեն մեկս այս օդի իշխանության ազդեցության տակ էինք։ Սատանայի իշխանության ազդեցության տակ էինք։ Եվ Աստված մեզ ազատեց այդ իշխանությունից, մեղքի գերությունից։ Եթե դուք նայեք այդ ամեն ինչի արմատը, գալիս էր հոգևոր, սատանան էր մեզ այդ իշխանության տակ պահում իր, մեղքի իշխանության տակ։ Եվ այնքան կարևոր է, որպեսզի ես եւ դու հասկանանք, որ ամեն ինչի հետ կապված հարցերի պատասխանը հոգևորից պետք է լինի։ Նախ եւ առաջ հոգևոր աշխարհում է կատարվում, հետո ֆիզիկական դրսևորումն է ստանում։ Ամեն։ Աստված ասեց լույս լինի եւ եղավ։ Խոսեց հոգևոր աշխարհում եւ նոր կատարվեց։ Ամեն։ Ու մենք էլ մեր իրավիճակների մեջ մենք պետք է կարողանանք մեր պատերազմը ճիշտ կանոններով տանել։ Որովհետև մենք մարմնավոր իրավիճակի մեջ մենք պետք է հասկանանք, որ մենք մարմնավոր չենք ել։ Մենք պետք է հասկանանք, որ մենք հոգևոր մարդիկ ենք։
եւ հոգով առաջնորդվենք։ Ես մի օրինակ բերեմ։ Պատկերացրեք ձեռնոց, որ մարդը հագնում է։ Ու ձեռնոցով, երբ որ մարդը հագնում է ձեռնոցով, ես չեմ ասում ձեռնոցը ինչի համար է։ Ուղղակի այս նպատակը չեմ ասում ձեռնոցի։ Պատկերացրեք ձեռնոցով ես մեկին հարվածեմ։ Ձեռնոցից մարդ կնեղան, հա։ Իրական հարվածողը ձեռնոցն էր։ Իրական հարվածողն ով էր։ Ու պատկերացրեք մենք նեղանում ենք շատ անգամ ձեռնոցից։ Երբ որ մենք մեր կյանքում հարված ենք ստանում, ինչ որ մեկի միջոցով է լինում, բայց մենք պետք է հասկանանք, որ այդ մեկը չէր։ Այդ մեկի միջոցով ով էր իրական թշնամին, որ հարվածում էր։ Սատանան։ Բա ինքը թույլ տվեց ուրեմն։ Մեկը մենք ուզում ենք բերենք այդ հոգևոր պատերազմից մարմնավոր, որովհետև մարմնավոր այնքան հեշտ է։ Ես տեսնում եմ ռեալ իմ թշնամուն, ճակերտների մեջ թշնամուն։ Գիտեմ ով է, ինչ դեմք ունի, ինչ ազգանուն ունի, ով է ու հեշտ է իր հարցը տենց լուծել։ Բայց ինչ է կարծում մարդու այդ հարց լուծելուց իրական թշնամու հարցը լուծվում, հա։ Եթե լուծվեր, անենք, ինչ է եղել որ։ Իրական այդ հարցը լուծելուց սատանան այդ ֆիզիկական լուծելով սատանան բան էր անելու, պրծնելու էր քո այդ հարցերը։ Դե ավելի էր խորացնելու քո մեջ։ Այսինքն այդ թելը թելելով մեր բառերով ասած, կա, չի ասում այդում թելն ես թելում։ Այդ թելը թելելով ոչ թե հարցի լուծում է գալի, այլ հարց ավելի է խորանում մեր սրտերի մեջ։ Իրական հարցի լուծումը արմատական հոգևորում է։ Արմատական լուծումները մարդկանց սրտերի մեջ է, եւ արմատական լուծումները, երբ որ դու քո պատերազմները կարողանում ես հոգևոր աշխարհի մեջ սատանայի հետ քո հարցը լուծես։ Դա չէ մարդ, որ ասում է, իմ հայրը մեկ-մեկ տենց էր ասում։ Ասում է, ուր է այդ սատանան։ Հələ ձեռս տվեք, տեսեք ինչ եմ։ Հələ ձեռը, ինքը կատակով էր այդ ասում, ու շատ անգամ մարդիկ հեշտ է մարդկանց, նորից եմ ասում, հեշտ է տեսանելի իրանց հարցը լուծեն ու մտածեն լուծվել է։ Ինչ է եղել։ Օրինակի համար հարևանն է ջուր է կաթացրել, տեսանելի մի անգամից հարցը լուծեմ, ինչ կլինի հետո հարաբերությունների հետ կապված, այդ մարդու փրկության հետ կապված, տեղը դնեմ իրան, թող գնա ինքը իմանա ում գլխին է թափել, սաղ կյանքն էլ իմանա, ու տենց հարաբերությունը շտկվի ու էլ այդ մարդը չասի Քրիստոս կա, չկա, ինչպես կարելի է փրկվել։ Փակենք այդ հարցը, հարցերը լուծենք ինչի համար, մարմնավոր լուծեցինք, թե չէ։ Իսկ հոգևոր արմատը մնաց, թե չէ, իրանց սրտի մեջ արմատները մնաց, չէ որ լուծումը այդպես չի։ Լավ ինչ եղել է, կարաս բան փոխես, եթե քո գլխին ջուրը թափվել է։ Արդեն եղել է, իսկ արմատական լուծումը ավելի դժվար ճանապարհն է։ Արմատական լուծումը քրիստոնեական ճանապարհով է։ Իսկ Քրիստոսը գալիս է արմատի ներսի էության հարցն է մեր լուծում, որ մենք կարողանանք էության ներսի արմատական լուծումներ բերենք։ Եվ Քրիստոսը բացում է ընդհանրապես հոգևոր իրականությունը եւ իրական թշնամու իրականությունը։ Չէ որ Հիսուսը Հովհաննեսի 10:10-ում ասում է գողը գալիս է գողանա սպանի կործանի, իսկ ես եկել եմ որ ունենաք կյանք եւ էլ ավելին։ Չէ որ այդտեղ մենք հասկանում ենք որ կա գող, որը սատանան է, որ մարդուց գողանում է, սպանում է, այսինքն ամեն մի չար բաների արմատը, ամեն մի չարության արմատը սատանան է։ Վատի հեղինակը սատանան է։ Միշտ մարդկանց պատկերացման մեջ էսպես է, չէ, որ այ մարդ ինչի համար իմ կյանքում սենց։ Բա Աստվածներ սենց կլներ իմ կյանքում։ Բա Աստված խի արեց ես իմ կյանքում, ու մենք մտածում ենք Աստված արեց։ Մի հատ օրինակ։ Թե մեկը կարիք ունի այս անձեռոցիկի։ Ես եթե չունեմ այս անձեռոցիկը, կարամ տամ այդ մեկին։ Ով գիտի, որ Աստված խավար չունի իր մեջ։ Ով գիտի, որ Աստված հիվանդություն չունի իր մեջ։ Ով գիտի, որ Աստված չար բան էություն չունի իր մեջ։ Մի սև կետ անգամ չկա Աստծո էության մեջ։ Գիտենք, եթե Աստված չունի, ինչպես կարա տա։ Որովհետև տալիս են, երբ որ մարդ ունի։ Իսկ ինչ ունի Աստված։ Փրկություն ունի։ Խաղաղություն ունի։
բժշկություն ունի, օրհնություններ ունի, ահա ինչ է տալիս Աստված, ինչ ունի։ Իսկ որտեղից չարը սատանայից։ Գողը գալիս է գողանա, սպանի կործանի, ես եկա որ ունենաք կյանք եւ էլ ավելին, ուրեմն այդ ամեն մի վատի հեղինակը սատանան է, բայց լավի հեղինակն էլ Աստված է։ Եվ այդ խոսքի մեջ չի ասում, գողը գալիս է գողանա, սպանի ու կործանի ու վերջակետ։ Ու մենք էլ ընկնենք, վայ, մեր ազգին, վայ, մեզ վիճակին, մկների ժողովը հիշում եք։ Բայց ոնց պիտի լինի, ինչ պիտի լինի, դե վերջակետ չի։ Նա տալիս է լուծումը։ Իսկ ես եկա որ ունենաք կյանք ու ավելին։ Քրիստոսի մեջ է կյանքն ու ավելին։ Այսինքն Քրիստոսի մեջ լինել դա նշանակում է նույնպես մեր կյանքի իրավիճակների մեջ մեր մոտեցումը Քրիստոսի պես լինի։ Չէ որ մենք Քրիստոսի մեջ ենք։ Մենք փրկվեցինք, նա մեր մեջ է, մենք իր մեջ ենք։ Մեր պատկերացումները պետք է նորոգվի։ Մեր միտքը պետք է նորոգվի։ Մենք պետք է գիտակցենք, որ կա իրական թշնամի եւ այդ թշնամին Քրիստոսի դեմ է։ Իսկ մենք Քրիստոսի մարմնի անդամ։ Իսկ ում դեմ է մեր։ Ուրեմն մենք մեր հարցերը, մեր պայքարները, մեր իրավիճակների մեջ, ամեն իրավիճակների մեջ, մենք պետք է իրական թշնամու հետ մեր հարցերը լուծենք, որի անունը սատանա է։ Եվ երբեք ու երբեք մենք անգամ մենք մեկս մյուսի հետ, անգամ մեր եկեղեցու ներսում մենք իրար հետ կարողանանք մեր խնդիրները խաղաղության ու Տիրոջ ներկայության ու սիրո մեջ լուծել, որտեղ դա է Քրիստոսի ներկայությունը։ Շատ անգամ մենք տեսնում ենք Քրիստոսի մարմնի մեջ մրցակցություններ, դա նույնպես մարմնավոր երևույթ է։ Մարմնավոր երևույթները, այսինքն գալիս է նույնպես կարա մանկությունից լինի, նույնպես կարա շնչավոր մտածողությունից լինի, կարա մարմնավոր մտածողությունից լինի, մտածենք այս քուրը կամ այս եղբայրը ու մենք մեր պայքարենք մեկս մեկի դեմ, բայց մենք կանչված չենք իրար դեմ պայքարելու, մենք կանչված ենք իրար հետ միասին սատանայի դեմ պայքարելու, մենք ունենք ընդհանուր թշնամի և այդ թշնամին սատանան է, մենք իրար հետ նույն կողմից ենք ժողովուրդ, ընդդիմություն ու բան չկա եկեղեցում, ոնց էր ընդդիմության հականիշը, իշխանություն ընդդիմություն չկա, Տիրոջ տան մեջ գործում է աստվածային կարգը, միաբանությամբ, խաղաղությամբ, սիրով, ամեն, և մենք իրար հետ մի թշնամի ունենք, որի անունը սատանա է, այնպես որ մենք պետք է իմանանք հանուն ինչի ենք մենք պատերազմում, և ինչի դեմ ենք մեր պատերազմը, մեր պատերազմը մեղքի դեմ է, եթե ուզում ես պատերազմ, խնդրեմ, սատանայի դեմ է քո պատերազմը, մեղքի դեմ է քո պատերազմը, Եբրայեցի 12:4 Տակավին մինչև արյուն թափելու չափ պատերազմելով հակառակ չեք կացել մեղքին։ Տեսնում եք ստեղ ինչ ասում, արյուն թափելու չափ չեք պատերազմել մեղքի նկատմամբ, դեմ, մեղքի դեմ։ Ուրեմն ինչի դեմ է մեր պատերազմը նույնպես։ Ստե պատերազմ բառն է օգտագործում։ Ուրեմն մեղքի հետ հանդեպ մեր վերաբերմունքը պետք է լինի թշնամական, ոչ թե ընկերական։ Որովհետև պատերազմը թշնամու դեմ է։ Պատերազմը ընկերոջ դեմ չի։ Ուրեմն մեղքը մեր ընկերը չի, մեղքը մեր, որովհետև մեղքի վարձքը ինչ է։ Նույնպես սատանան, մեղքի ծնողը, մեղք ծնողը, որից ծնվեց մեղքը։ Մեր վերաբերմունքը ինչպես է մեղքի նկատմամբ, հա ոչինչ կապաշխարենք, բայց իր հետ ամեն օր ապրում ենք, ընկերական հարաբերությունների մեջ։ Ոնց կարելի է մեղքի հետ ընկեր լինել, կամ սիրել թշնամուն, էդի այն խոսքը չի, որ Հիսուսն ասեց։ Սիրեցեք դեր թշնամուն, թշնամին մեղքն, եկեք սիրենք մեղքը։ Հիսուս երբ որ ասեց սիրեք ձեր թշնամիներին, նա ֆիզիկական մարդուն ասեց, որ մտածողության մեջ մարդկանց փոխվի, որ թշնամին, իրական թշնամին հոգևորն է, ոչ թե ֆիզիկականը։ Ու մարդիկ, որովհետև ֆիզիկական էին մտածում։
Իրանց պատերազմը էլի ֆիզիկական էր, ոչ թե հոգևոր։ Դրա համար Հիսուսը ուղղեց ֆիզիկական հարցի լուծումը ինչպես է լինում, սիրելով։ Բայց մեր հոգևոր հարցի լուծումը այ պատերազմելով, ատելով մեղքը, որտեղ նա է թշնամին, սատանան է թշնամին, մեղքն է թշնամին, որի դեմ մեր պատերազմը պետք է լինի։ Մեղքի դեմ, ոչ թե ընկերանանք ու սիրենք։ Հիշում եք, ինչ էր Աստծո երկյուղը։ Չէ, իմաստության սկիզբն է, բայց ինչա, չարը ատելը, ոչ թե սիրելը, ոչ թե չարի հետ ընկեր լինելը, այլ չարը ատելը, Տիրոջ երկյուղը չարը ատելն է։ Եվ մեղքը մեր կյանքում պետք է ատելի լինի։ Բամբասանք կամ մարդկա սիրում է բամբասել։ Մարդկա սիրում է քննադատել։ Թեթև մեղքեր եմ ասում, հա։ Դե ինչ է, որ դրա հետ էլ պայքարենք։ Եթե հետ ինչ է, ուղղակի կտրի, մի սիրի։ Եթե մտածում ես դրան պայքարել պետք չի, կտրի ուղղակի։ Այ լուրջ մեղքեր կան։ Գիտեք, մեղքի վարձքը մահ է։ Լուրջ լինի թե անլուրջ լինի մեղք է, որի դեմ պետք է դու պայքարի ունենաս։ Քո ներսում պայքար ունենաս։ Քո սրտում դու պետք է համաձայն չլինես։ Արյուն թափելու չափ, գիտեք ինչ է նշանակում մեղքին։ Պատերազմել։ Երբ որ մարդ ասի մեռնեմ էլ չեմ անի։ Արյուն թափելու չափ հենց այդ այն, որ ասում ես մեռնեմ էլ չեմ անի։ Ես ծխելը տենց եմ թողել, երբ որ այդ որոշումը կայացրեցի։ Մեռնեմ էլ չեմ անի։ Որովհետև այդ ծխելու ժամանակ հա մեռա, այդ բառը միշտ օգտագործում եմ։ Մեռնում եմ չեմ կարում։ Ես խոսքը մեռնեմ էլ չեմ անի, թող մեռնեմ, բայց չանեմ։ Այդ բանը չանելով մեռնեմ ավելի լավ է, քան թե անելով ապրեմ։ Որտեվ դա ապրել չի։ Արյուն թափելու չափ։ Այ մեր վերաբերմունքը պիտի լինի այդպես։ Այ հենց այդ որոշումը մինչև չի գալի մարդու սրտի մեջ, որ ասի մեռնեմ էլ չէ, ինքը մեղքը չի թողելու։ Մինչև այդ որոշումը չգա, որ ասի ես մեռնեմ այդ բանը չեմ անելու, թող մեռնեմ, բայց չանեմ։ Չի կատարվելու իր սրտի մեջ դա։ Որովհետև Հիսուսը մեղքի համար խաչի վրա մահացավ։ Մենք էլ պիտի մեռնենք Հիսուսի հետ խաչի վրա։ Մեր անձը խաչի հանելով, այդ մեռնելու process-ը իր հետ պիտի մենք ունենանք։ Նա մահացավ մեղքի համար, մենք էլ նրա հետ խաչվեցինք, մեռնում ենք մեղքի համար, որ ապրենք ում համար։ Եկեք մեռնենք։ Արյուն թափելու չափ։ Ու երբ որ մենք այդպես անում ենք, հարության զորությունն է մեզ զորացնում։ Գալիս է հաղթանակը մեր կյանքի մեջ։ Գալիս է այն զորությունը, որ հարություն տվեց Քրիստոսին մեռելներից։ Եվ Տիրոջ զորությունն է շարժվում, թե քո այդ իրավիճակների մեջ, որտեղ հարության զորությունը դրա դեմ ոչ մի բան չկա, ոչ մի արգելք չկա։ Ամեն։ Դրա համար կարևոր է, սիրելիս։ Շատ կարևոր է, որ ես եւ դու մեր պատերազմները ուղղենք իրական թշնամու դեմ։ Իրական թշնամին սատանան է, իրական թշնամին մեղքն է։ Իրական թշնամին մեր մարմնի ցանկություններն է։ Գաղատացի թղթում է, չէ՞ ասում, հոգով գնացեք, որ սպանեք մարմնի գործերը։ Սպանել բառն է ասում, չէ՞։ Սպանեք։ Ուրեմն եթե պետք է սպանել, ուրեմն նա թշնամի է։ Այ իրական թշնամու դեմ պայքարը տուղի։ Մարմնի ցանկություններն էլ հայտնի են։ Բարկությունով է բարկանում։ Սուրբ բարկությունը չեմ ասում։ Մարմնի բարկությունը։ Գիտես իմ պապը ասել են շատ ուժեղ բարկացող է եղել։ Պապիս հերը ես հիշում եմ արդեն։ Շատ ուժեղ որ բարկում էր, ճաղատ մարդ էր ինքը։ Ճաղատը կարմրում էր ու վсё, սա փախտում էին։ Մուրադը կատաղել է։ Մուրադ չկատաղես։ Պապս հանգիստ մարդ է եղել։ Հակառակ պատկերը, բայց հերս իրա պապի նման կարմրում էր, մի քիչ իմ մեջ էլ կար,
Եթե մենք նայենք, ամեն մեկիս կյանքում էլ ինչ-որ մի քիչ բարկություն կա։ Այդ բարկությունը կարող է չարտահայտվի, բայց քեզ գցի պրինցիպի։ Դու կարող ես մի բանից բարկանաս ու ընկնես պրինցիպ։ Հասարակ քո ընտանիքի անդամի դեմ ընկնես պրինցիպ։ Ինչի, որովհետև բարկացել ես։ Բարկությունը կարա տեսանելի լինի, մեկի մոտ արտահայտվում է կարմրելով։ Մեկն էլ իրան լավ պահել գիտի, բայց ներսում բարկացել է ու սպանել է։ Մեջում բարկացել է ու կոնտր անգել։ Սենց անում ու սենց գնում։ Կարա չէ՞ լինի։ Բարկության դրսևորումը տարբեր է։ Դա էլ է մարմնի գործ։ Մենք շատ անգամ մարմնի գործերի անունները հիշում ենք են այնտեղ սուր անուններ կա, չէ՞։ Մոռանալով, որ այդ բարկությունը կարող ամեն մեկից ներսում լինի։ Հենց որ այդ մարմնի գործերը մեր թշնամին են։ Դրա համար հոգով գնացեք, որ սպանեք մարմնի գործերը։ Իսկ ինչպես հոգով գնալ։ Հոգու հետ շփվի, մեծացի հոգու մեջ։ Մի մնա հոգևոր մանուկ։ Մանուկին հեշտ է հաղթելը։ Մեր սաղ կյանքը մարմինը կերակրվել ու ուժեղացել է, մենք եկել ենք Աստծուն, մեր հենց նոր մանուկ է մեր հոգևոր մարդը։ Ուրեմն սկսի աճել հոգու մեջ, զորանալ հոգու մեջ, որ այդ մարմնին կարողանաս հակառակվես։ Իրական թշնամին մարմինն է նույնպես, մարմնի գործերը։ Մարմին չեմ ասում, ես ֆիզիկական մարմինը գնանք ռուլետկի նման պրծնենք, չէ։ Մարմնի պրծնելը չի։ Այս մարմինը անոթ է, որտեղ ապրում է Սուրբ Հոգին, տաճար է։ Այս մարմինը իրականում մի գործիք է, որ պետք է Տիրոջ համար վազի, Տիրոջ գործերը վազի, Տիրոջ գործերը անելու։ Այս մարմինը պետք է, Տիրոջն էլ է պետք այս մարմինը, այս երկրի վրա պետք է։ Բայց այդ մարմնից այն չարությանը, որը որ մեղքից է այս մարմինը սնվել, մեղքի արմատ ունի, այս մարմինը միշտ ուզում է հոգուն հակառակվի։ Դրա համար զորացրու քո հոգևոր մարդուն։ Քո իրական պայքարը իրական թշնամուների դեմ տար։ Եկեք նայենք Կողոսացի 4-րդ գլուխ։ Չորրորդ գլուխ 12-րդ խոսքը։ Քրիստոսից առան, որ ձեզանից է, ամեն ժամանակ ձեզ համար պատերազմում է աղոթքներում, որ կատարյա եւ լցված լինեք Աստծո բոլոր կամքում։ Հիմա մենք նայում ենք ինչի դեմ է, չէ՞ մեր պայքարը։ Մեր պայքարը մեղքի դեմ է, մեր պայքարը սատանայի դեմ է, մեր պայքարը մարմնի գործերի դեմ է։ Բայց նույնպես մեր պայքարը հանուն ինչի է։ Ինչի համար մենք պիտի պայքարենք։ Մենք պիտի կատարենք, որ պայքարենք մեր աղոթքների մեջ, որ կատարյալ եւ լցված լինենք Աստծո բոլոր կամքի մեջ։ Ուրեմն պայքարի, որ դու Աստծո կամքով լցվես։ Պայքարի, որ դու ճանաչես Աստծո կամքը։ Այ հանուն ինչի պայքարես։ Հանուն նրա, որ դու Աստծո կամքը ճանաչես։ Իսկ ճանաչելով Աստծո կամքը, ճանաչելով ճշմարտությունը, դա քո ազատությունն է։ Ճանաչիր ճշմարտությունը, ճշմարտությունը կազատի քեզ։ Մենք աղոթում ենք Տեր, ինչպես գա լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես երկրի վրա։ Բայց ճանաչելա, չէ՞ պետք է այդ կամքը։ Աստծո կամքը գրված է Աստծո խոսքի մեջ։ Եթե դու պայքարում ես, որ ճանաչես Աստծո կամքը, դու այս գրքին կմոտենաս։ Գիտես, եթե ուշադրություն նայես, մի հատ պայքար կա ներսիդ մեջ, դու նայես մի պայքար կա, միշտ մի բան քեզ կխանգարի, որ դու մոտենաս այս գրքին։ Արդյոք այդ իրական թշնամին չի, որի դեմ դու պիտի պայքարես, որ քեզ ուզում է հեռացնի այս կամքի ճանաչելությունից։ Եթե ուշադրություն դարձնես միշտ քո եկեղեցու գալիում, հաճախելու հետ ինչ-որ մի հատ պայքար կա, ով է այդ անտեսանելի թշնամին, որ քեզ այդ պայքարի, միշտ պայքարում է, որ դու չլինես։ Եթե ուշադրություն նայես այն ինչ որ կապված է, որ դու Աստծո կամքը ճանաչելու ընթացքի մեջ միշտ պայքար ու կռիվ կա։ Հավես չունեմ, այդ ինչ հավես էր, մարմիններ ուզում։ Մի օր Հովիվ Արտուր ասում եմ, Հովիվ Արտուր Սիմոնյանը ասում եմ, ինչ որ Աստվածաշնչյան դպրոցում թեմա տալուց հետո ինչ որ մարմնի բանի օրինակ ա բերել, վերջում մոտեցել է մի եղբայրներից մեկը
ասել հովիվ ջան, ես իմ մարմնին բանի տեղ չեմ դնում։ Գցում եմ դիվանին, թող տելևիզոր նայի։ Կերակրում է մարմինը։ Մի բան որ կերակրես ինքը ուժեղանալու է։ Հմ ինչն ես կերակրում մարմինը, թե հոգիդ։ Էդի մարմնին բանի տեղ չդնել չի, էդի մարմնի ուզածն անելն է։ Պիտի ճնշես այդ մարմնին։ Մարմինը քեզ ուզում է տանի են ճշմարտության խոսքից հեռացնի, հավես չունեմ, տրամադրություն չունեմ, եղանակն այսօր մի քիչ այն չի, սաղ քիշեր քամի էր։ Այդ քամին վանաձորել էր։ Ու տես միշտ պատճառներ կա, որ դու չմոտենաս այդ կամքի ճանաչելության ընթացքին, որ դու հեռանաս, չճանաչես։ Արդյոք դու դրա դեմ հակառակվում ես։ Այ այսօր գիտեք ինչ կար, այսօր ծնունդ եմ, այսօր հարսանիք եմ, ու տես մենք ցուցակին որ նայենք, քանի հատ, գիտեք ամեն մարդ ոնց ուզում ալի 200 հատ ծանոթ ընկեր, բարեկամ, հարազատ կունենա։ Այդ նշե տարվա մեջ 200 ծնունդ գնալ, այդ նշանակում է դու Աստծո համար էլ ժամանակ չունես։ Քո համար թե ունես, չգիտեմ, էլ չգիտեմ, բայց դու պետք է կարողանաս կարևորել են կարևոր բաները։ Դասավորես քո կյանքի ընթացքի մեջ գլխավորից դեպի երկրորդական, երրորդական, չորրորդական, կարևորես ու դասավորես։ Հանուն ինչի է քո պատերազմը։ Ում դեմ է քո պատերազմը։ Եթե դու քո կյանքի վրա չաշխատես, որ ճանաչես Տիրոջ կամքը, դու երբեք գին վճարող մարդ չես լինի։ Իսկ Աստված բարձրացնում է գին վճարող մարդկանց։ Գին վճարող են մարդիկ, ովքեր կարող են գին վճարել։ Ճանաչեն Աստծո կամքը։ Հիմա որ դու ստեղ նստած ես, դու քո ժամանակի գինն ես վճարում նույնպես, գին ես վճարում, որ դու լինես ստեղ։ Ամեն մեկը ինչ որ մի բան հարմարացրել եք, թողել եք, կտրել եք։ Դա նշանակում է ցանկությունն է, որ դու ճանաչես Տիրոջ կամքը։ Եվ ստեղ նստած ինչ ես կարծում, հայտնություն ստանում եք ես խոսքերից։ Ճանաչելությունը չէ գալի իր կամքի նկատմամբ։ Ու հետո դրանից հետո գնալու է քո գործողությունները ավելի ուրիշ կերպ, ավելի մի նոր մակարդակի Աստծո կամքի համեմատ ընթացք ես ունենում։ Երբ որ դու բացում ես տունը Աստվածաշունչը ու կարդում ես, Տերը խոսելու է քո հետ, իր խոսքի միջոցով։ Եթե դու ժամանակ չես տրամադրում, իսկ ով է այդ հեռախոսի վրա շատ ժամանակ տրամադրում։ Իմացիր, կյանքի մեծ մասը հեռախոսի մեջ է անցնում։ Կարողանում ես կտրես այն ինչ որ քեզանից գողանում է իրական ժամանակը։ Ծախու առ խոսքն ասում է ժամանակը։ Ծախու առ, այսինքն վճարի, եթե մի բանի համար դու վճարում ես, դու ճիշտ կկառավարես, ճիշտ կօգտագործես։ Եթե դու ժամանակիդ գին ես վճարում, ինչի վրա ես դնելու, դու կդնես ճիշտ բանի վրա։ Ծախու առ։ Մարդիկ կան հավաքույթների ժամանակ ասում են դե կորա ժամանակ ավելի կա, փող չկա մեջը։ Հենանք փող աշխատելու։ Ըստ կորուստ են համարում գալը։ Ժամանակի կորուստ, փողի կորուստ։ Այսօր թանկա ժամանակը, չէ՞։ 2 ժամ կաշխատեի, ինչ եղե, մի բան կսարքեի, ինչ կսարքեր։ Սվարչիկը ասում է մի բան ավել կանեմ։ Վարսավիրն ասում է 2 հոգու ավելի շատ կսպասարկեմ։ Սպորտսմենն ասում է 2 ժամ տրինաժորի վրա կլնեմ, դեմներս մրցումներա։ Եվ այլն։ Ու ամեն մարդ եկեք նայենք մեր բնագավառին։ Արդյոք դու կարող ես քո բնագավառի մեջ Աստծո կամքի համար գին վճարես։ Եվ դա պայքար ու պատերազմ է, որ դու պիտի տանես ճիշտ։ Գին վճարելու, հոգևոր մարդուդ ուժեղացնելու համար։ Ու դու զանազանի այդ պայքարի մեջ դու ինչ որտեղ ես այդ պայքարի մեջ։ Արդյոք դու պայքարում ես։ Այնպես որ Աստծո կամքով լցվելու համար, Աստծո կամքը ճանաչելու համար պայքար է պետք։ Իսկ ամեն պայքար որոշում, կամք, ամեն պայքար իրեք չէ, պատերազմներից առաջ մարդիկ պատրաստվում են, պետությունները պատրաստվում են։ Մենք չպատրաստվեցինք, ունեցանք են ինչ որ ունեցանք, պատրաստվողը պատրաստվեց, նույն էլ հոգևոր պայքարն է,
Պատրաստվում ես պայքարին, ինչպես ես պատրաստվում։ Մի քիչ քնել, մի քիչ ննջել։ Հիշում եք խոսքը ինչ ասում։ Աղքատությունն ինչպես ճանապարհորդ կգա հյուր։ Ինչպես ես աշխատում։ Եկուս կանեմ։ Ու ամեն օր ասում վաղը։ Եկուս կաղոթեմ, վաղը։ Ռուսական մուլտիկ Սովետի ծովը հիշում են։ Փեջի վրա նստածը։ Փեջը գնում է, չէ՞։ Աստված օրհնում է աշխատողի ձեռքերը։ Դա հոգևոր աշխատանքն է նույնպես։ Երբ որ դու կարողանում ես քո պատերազմի համար պատրաստվելու համար, քո պատերազմները հաղթելու համար պատրաստվելուդ վրա ժամանակ դնես։ Հոգևոր պատրաստվիր։ Հռոմեացի թղթի մեջ մի տեղ կա, ուզում եմ կարդամ, հետաքրքիր միտք է ասում ստեղ Պողոսը։ Հռոմեացի 12:18։ Եթե կարելի է, որքան ձեզանից կախված է, որքան ձեզանից է կախված, ամեն մարդկանց հետ խաղաղություն ունեցեք։ Ինչքան ձեզանից կախված է, արդյոք ստեղ ինչ-որ ջանք պետք չի։ Խաղաղություն պահելու համար էլ է գին վճարել պետք, ինչ-որ պայքար պետք, ինչքան ձեզանից հնարավոր է։ Իսկ մենք շատ անգամ նստած ասում ենք, ես ինչ եմ արել, որ ով արել է թողեն էլ քայլանի, ես։ Բայց չի ասում է։ Սխալանող ասում, ինչքան քեզանից է կա։ Քեզ հանդեպ են արել, քո հանդեպ են արել, բայց քեզանից ինչ-որ բան եթե հնարավոր է շտկելու, դու արա։ Եթե դու կարաս քո քայլով բերես խաղաղություն, թեկուզ դու ճիշտ ես եղել, քեզ են հակառակն արել, վնաս է։ Բայց քեզանից կախված է նույնպես։ Դու կարաս հակադարձով բերես խաղաղություն, արա այդ բանը։ Բայց դա դժվար է։ Մի քիչ մենք ես այդում ասեցի նյետ։ Ինձ Փարսադանի տղա Մուրադիս ասել, նյետ, եկե հասել եմ ստե։ Ես ձեզ ցույց կտամ, հա։ Մենք ուրիշ կերպ ենք մտածում, ավելի երկրավոր, ոչ թե ավելի երկնային մտածողությամբ։ Եթե մենք սկսենք մտածել երկնքի օգտի համար, դա մեզ օգուտ է։ Մտածի երկնքի նման։ Ինչ կաներ Հիսուսը։ Արա այնպես։ Ինչ կուզենաս քեզ անեն։ Մենք գիտենք Աստվածաշնչից ոսկե կանոններ շատ։ Ինչ կուզենաք մարդիկ ձեզ անեն, դուք արեք։ Պատկերացնում եք, բաներ կա այնքան հեշտ է, բայց պատերազմների դաշտ է։ Ներսիդ պայքարի դաշտ է։ Ներսդ մի հատ կռիվ է գնում, նոր ասում ես, չէ, ես որոշում եմ անեմ վերջի Աստծո ուզածը։ Բայց իմացեք մի բան, Աստծո ուզածը անելու համար միշտ մեջդ մի բան ելնում է։ Որոշում պիտի կայացնես, անես թե չէ։ Այդ որոշման process-ը նա գցել բռնելու process-ը։ Դու ես որոշում ինչ արժեքը ընտրես ու ինչը անես։ Ամեն։ Դա էլ է ներսի կռիվ։ Ընտրելու կռիվ, ընտրություն կայացնելու կռիվ։ Մի հատ հարց եմ տալիս, անկեղծ, իմ մեջ եղել է այդ բանը, ում մեջ է կռիվ գնում, որ կամ ոնց որ մեջդ երկու հոգի կռիվ անի։ Համի այդ բանը այնքան է քչացել մոտս, ոնց որ մեկ-մեկ են սուր տեղեր ալնում, որ կռիվ է բարձրանում մեջդ, բայց մեկը կա, իսկ այն որ նոր եկել էի, Աստծուն, անենց ռեալ էր մեջից կռիվը։ Ես ամեն օր քրտնած ոնց որ այդ տանջված վիճակ այդ կռիվը, ոնց որ չգիտեմ ինչ անեմ, որն ընտրեմ։ Բայց կռիվ կա, ու միշտ էլ այդ կռիվը լինելու է։ Քանի դեռ մարդը ընտրություն ունի անելու, այդ կռիվը կա։ Դու պիտի կռվի մեջ Աստծո կամքը ընտրես։ Ամեն։ Աստծո ցանկությունն ընտրես, Աստծո ուզածը ընտրես։ Եվ դա է հաղթանակը։ Հիսուսը հաղթել է, չէ՞ արդեն։
Իսկ այդ հաղթանակը ում կյանքում է գալիս, ով որ իր ուզածն է ընտրում, ով որ իր հաղթանակն է ընտրում, այն ինչ որ ինքն արել է, ով որ ընտրում, նրա կյանքում էլ կատարվում է։ Այն հաղթանակը, որ Հիսուսն արել է։ Ճիշտ է։ Եկեք ընտրենք հաղթանակը, իսկ հաղթանակը Քրիստոսն է։ Ընտրենք իրան, ընտրենք իր ուզածը։ Պատկերացրու, երբ որ մարդու ձեռքը գնում է դեպի սիգարետը ու ինքը մտածի, որ ես կռիվ չեմ տալի, կհաղթի։ Չի հաղթի, բայց եթե մտածի, ես Աստծո ուզածը չի, ու ինքը կռիվ տա, արյուն թափելու չէ, կհաղթի։ Մեռնեմ էլ չեմ անի, կհաղթի։ Երբ որ մեկի բերանից ուզում է մի վատ խոսք դուրս գա ու ներսից զսպի իրան, ժուշկալություն, հոգու պտուղ, որտեվ հոգու պտուղն է, որ հաղթում է մարմնի գործը։ Զսպի իրան ու ասի, ես չեմ ընտրում էդի, ես օրհնության խոսքերն եմ ընտրում, կհաղթի, կհաղթի։ Չէ՞ որ այդ պայքարը կա, ու միշտ կա, մինչև Հիսուսի գալը կա։ Երբ որ եկավ, չարությունը կկապվի, էլ կռվի բան չի լինի։ Ամեն։ Պողոսն ասում է, ինչ արեցի։ Բարի պատերազմս, հավատքս, ընթացքս, մնում եմ։ Մենակ ինձ, ամենին, ով որ սիրեց նրա հայտնությունը, ամենին, ով որ կընթանա, կպատերազմի, կպահի, ուրեմն հավատքի մեջ, հավատքի ընթացքի մեջ էլ է պետք պատերազմեր։ Ասում է, Պողոսն է, չէ՞ գրում, ասում է, բարի հավատքի բարի պատերազմը պատերազմիր։ Ուրեմն հավատքի մեջ գնալու համար էլ է պատերազմ պետք։ Հավատքը աճեցնելու համար էլ է պատերազմ պետք։ Փիլիպեցի առաջի գլուխ 27-րդ խոսքից ասվում է։ Մինչև 30-ը, վերջի, գլխի վերջը։ Միայն թե Քրիստոսի ավետարանին վայել կերպով գնացեք։ Ուրեմն կա ապրելակերպ Քրիստոսի ավետարանին վայել կերպ եւ կա ապրելակերպ Քրիստոսի ավետարանին անվայել կերպ։ Եվ այստեղ Պողոսն ասում է հավատացյալներին. գնացեք Քրիստոսի ավետարանին վայել կերպով, այսինքն համաձայն ավետարանի գրվածի։ Ամեն։ Որ թե գամ տեսնեմ ձեզ եւ հեռու լինեմ լսեմ ձեր մասին, որ հաստատեք մեկ հոգով, մեկ շնչով, պատերազմեք ավետարանի հավատքի համար։ Ուրեմն այդ ավետարանի հավատքի ապրելու համար պիտի պատերազմես, որ ապրես, այդ դրա համաձայն։ Ավետարանին վայել կերպով ապրելու համար պայքար ու պատերազմ է պետք։ Եվ ոչ մի բանով մի զարհուրեք հակառակորդներից։ Բա ինչ կասեն, ոնց կասեն, հա? Որ դա նրանց համար նշանակ օրուստի, այսինքն հակառակությունը ավետարանին հակառակությունը, ավետարանին ապրելու հակառակությունը, կորուստ է։ Նշանի համար ասում է կորուստի, շնորհքով ենք փրկված, վերջ, եթե պայքարը չլինի ապրելակերպի սուրբ կյանքով, կորուստի նշանն է դա։ Պատկերացրիք, չէ՞։ Եվ ձեզ համար փրկության, այսինքն եթե դու ապրում ես ավետարանի համաձայն, դա նշան է, որ դու փրկված ես։ Եթե դու չես ապրում ավետարանի համաձայն, դա նշան է կորուստի։ Եթե կյանքի փոփոխություն չկա, դա նշան է կորուստի։ Արտապաշխարության արժանի պտուղը եթե չկա, դա նշան է կորուստի։ Պտուղն է նշան փրկության։ Սուրբ հոգու պտուղը նշանը փրկության։ Ոչ թե այն գործերը, որ մենք գործում ենք Քրիստոսի համար, այլ ինչպես է մեր պտուղը, սերը, ուրախությունը, խաղաղությունը, գործերը հետևանքը։ Ամեն։ Որից հետո շարունակում է։ Եվ ձեզ Աստվածանից այդ շնորհքը եղավ Քրիստոսի համար, ոչ միայն հավատալ նրան, այլ նրա համար չարչարվելն էլ։ Ուրեմն չարչարվելն էլ է պայքար։
Որ դու չարչարում ես քո անձը, չարչարում ես Աստծո կամքը կատարելու համար։ Դու ընտրում ես այդ ճանապարհը, որը քրիստոնեությունն է։ Նույն եւ նայեք ինչ ասում, նույն պատերազմը ունենալով, որ ինձանում տեսակ եւ հիմա ինձանից լսում եք։ Նույն պատերազմը ունեն բոլոր հավատացյալները։ Որն էր դա։ Ավետարանի համաձայն կյանք ապրելը։ Որ ինձանում տեսակ, հարացվել է Քրիստոսի անունի համար, որ ինձանում տեսակ։ Ամեն։ Մենք բոլորս այդ նույն պատերազմը ունենք։ Եվ մենք նույն բանակից ենք։ Ամեն։ Մենք իրար դեմ չենք, մենք իրար հետ ենք։ Իրար հետ այդ նույն պատերազմը ավելի հեշտ կտանենք։ Եթե քեզ դժվար է, ես քեզ ունեմ, որ դու ինձ կօգնես։ Աղոթքով կկանգնի, եթե քեզ է դժվար, ինձ ունես, որ ես քեզ համար աղոթքով կկանգնեմ։ Որ քեզ կարամ խոսքով բարձրացնեմ, դու ինձ կարաս խոսքով բարձրացնես։ Մենք կարանք միասին աղոթենք, կարանք միասին ծառայենք։ Միասինը հեշտ է, քան մենակը։ Մենակ չգիտեմ տեղ կհասնեմ թե չէ, բայց իրար հետ կհասնենք։ Ամեն, որովհետև վայ մեկին, որ ընկավ եւ չունի մի երկրորդը, որ նրան կկանգնեցնի։ Դա մենակ ամուսնանալու մեջ չեն ասում, դա կյանքի ընթացք է։ Քրիստոնեության մեջ էլ է դա տենց։ Ամեն։ Առաջի Տիմոթեոս առաջի գլուխ։ Այս պատվիրանքը ավանդում եմ ձեզ, Տիմոթեոս, որտյակ, 18-րդ խոսքից։ Առաջուց քեզ վրա եղած մարգարեությունների պես, որ նրանցով պատերազմես բարի պատերազմը։ Մարգարեություններ ունես։ Երկրի համար մարգարեություն ունես։ Եկեղեցու համար մարգարեություն ունես։ Քո կյանքի համար մարգարեություն ունես, դե մարգարեություն պարտադիր ո՞նց է լինում։ Մարգարեությունը Աստծո խոսքն է, մարգարեական խոսք։ Ունես Աստծո համար խոսք։ Ունես Աստծո խոսք երկրիդ համար։ Ունես քո ընտանիքի համար խոսք։ Պատերազմիր։ Մարգարեությունների համեմատ։ Այո, կարող է մարգարեություն լինի, որ Աստծո ծառայի միջոցով լինի, որ ինչա ասել, ինչա լինելու։ Նույնպես այդ մարգարեությունների համաձայն կանգնիր։ Եվ քո պատերազմը համաձայն այդ մարգարեությունների վարիր։ Ամեն, որը որ Աստծո խոսքի համաձայն է, որտեղ մարգարեությունը չի կարող Աստծո խոսքին հակառակ լինի։ Եվ նայեք ինչ է ասում։ Նրանցով պատերազմիր բարի պատերազմ, ունենալով հավատք, ինչ ունենալ։ Բարի խղճմտանք, որ մի քանիսը դեն գցելով հավատքում նավակոծություն քաշեցին, որոնցից են ընդե անունները նշում, սա։ Այսինքն այդ պատերազմի մեջ ծախողում ունեցան, պարտություն ունեցան։ Ինչի չնայելով հավատքին իրանց եւ իրանց բարի խղճմտանքին։ Ուրեմն այդ պատերազմի մեջ էլ պետք է հավատքը զորացնելով եւ բարի խղճմտանքը պահելով գնաս առաջ։ Ամեն։ Ողջ խղճահարությամբ, այլ բարի խղճմտանք, Սուրբ Հոգու առաջնորդությամբ։ Մարդը խիղճ ունի եւ կարա այդ խիղճը ուղակի չի տրված։ Այդ խիղճը տրված է, որ գործի դնես, բայց ոչ թե խղճահարությամբ առաջնորդվես, այլ իրականում տեղն եկած վախտը ճիշտ, ժամանակ, երբ որ տեղն եկել է, ժամանակին ճիշտ ձևի կիրառվի, ոչ թե ինքը քեզ առաջնորդի, այլ դու կիրառես իրան ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղը, ոչ թե այդպես սառացնես խիղճին, որ ասում ես ինչ քարասիրտ մարդ է խիղճ։ Բայց ինքը պետք է քեզ չառաջնորդի։ Գիտես ինչ, եթե խիղճը առաջնորդես, դու կխաբվես։ Տեսել եք մարդիկ երբ են խաբվում։ Գալիս ասում է, վայ գիտես ինչ եմ ելնում, մեռնում եմ, երեխեքս մեռնում են եւ այլ, արի երաշխավոր եղի, ես եղի, այս ինչ մեղ կա, հա բա ոնց։ Եկել տենում է գնաց ավտո առավ, ինչ երեխա, ինչ օրինակի համար եւ այլն, այտենց ու ասում է դե կփագես էլի։ Ինչի՞դ ազդեց սատանան, որ տարավ քեզանից։ Եվ որ մուրում են։ Տեսել ես, որ գնում ալկոգոլիկը որ գալիս է փող մուրալու։ Հացի փող եմ ուզում, դեռ սենց, ինվալիդ ձևան, փողը տվիր, ախպեր, թեվը չէ, ինչիդ վրա է ազդում քեզանից վերցնելու համար։ Իմացի բոլոր դեպքերում սատան, նայ նորից եմ ասում, պայքարը չենք ուղում մարդու դեմ,
Համի եթե եղել է քո կյանքի մեջ, սովորի ու մայքի մարդու դեմ մի պայքարի։ Աստծո խոսքը եթե ուշադիր լինեիր, զինվեիր, դու չէիր խաբվի։ Խոսքն ինչ է ասում, երաշխավոր մի եղի, եղել ես, պատրաստ տեղի հետել է ասում, պատրաստ տեղի, որ իրա փոխանեն վճարեսել։ Եթե պատրաստ չես, մի էլ արա սկզբից։ Չէ՞ որ Աստծո խոսքը մեզ զինում ամեն դեպքում։ Հիմա մարդ էլ կա կարա նստի, հոյուն ասես պատրաստ տեղի իրա տեղն է վճարես, այս մեկ ինձ համար երաշխավոր է եղել, թող վճարի ուրեմն։ Ոչ, Աստծո խոսքը ասում է ում պարտք ես տուր, ոչ մեկի պարտական չմնաց բացի սիրելուց։ Ում հարկնա հարկ, ում տուրքնա տուրք, ում մաքսնա մաքս։ Մարդը սիրում է վերցնել եւ չի սիրում վերցրածը։ Գիտես ինչ, ժպիտով վերցնում է բանկից։ Շնորհակալ եմ։ Ամեն օր մուծելուց էլի եկավ էս բախտը տալու։ Կարաս այդ նույն վերցնելու ժպիտով էլ 10։ Սիրում ենք վերցնել, չենք սիրում տալ։ Նույնը քրիստոնեության հարաբերությունների մեջ է, ինչ չեն սիրում եկեղեցում։ Դու սիրի, տալը ժպիտով էլ արա։ Հասկանում եք ինչի մեջ է մեր պայքարը, պատերազմը շատ անգամ։ Առաջի Տիմոթեոս 6:12 Պատերազմիր հավատքիդ բարի պատերազմը։ Բռնիր հավիտենական կյանքը, որի մեջ կանչվեցիր, եւ դավանեցիր բարի դավանությունը շատ վկաների առաջ։ Պատերազմիր հավատքիդ բարի պատերազմը։ Մեր հավատքի ընթացքը պատերազմի ընթացքը։ Հավատքը գալիս է լսելուց, լսել Աստծո խոսքից։ Նենց որ Աստծո խոսքը լսելու համար դու պատերազմ ունես, քո հավատքը սնելու համար, ուժեղացնելու համար դու պատերազմ ունես։ Արա ամեն ինչ, որ քո հավատքը չտկարանա։ Մի ճանապարհ կա հավատքը աճելու, դա Աստծո խոսքը լսելու ճանապարհն է։ Աստծո խոսքի հետ շփվելու ճանապարհն է, ուրիշ ճանապարհ չկա։ Ամեն։ Եվ դա պայքար է, որ դու պետքա զինես քո հավատքը, ուժեղացնես քո հավատքը։ Դրա համար դու պետքա գին վճարես, թե ժամանակի, թե քո մարմնի ֆիզիկական մարմինը չի ուզում, դու իրան ստիպում ես, որ այդ գինը վճարի։ Երկրորդ Տիմոթեոս 4:7 Բարի պատերազմս պատերազմեցի, Պողոսն ասում։ Ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի։ Այսուհետև մնում է ինձ արդարության պսակը, որ Տերը կտա ինձ, այն օրումը, արդար դատավորը, եւ ոչ միայն ինձ, այլև ամենին, որ սիրեցին նրա հայտնությունը։ Ամենիդ համար կա պատրաստված։ Ամենիդ համար պսակ։ Այնպես որ սիրելի եկեղեցի, հանուն ինչի եւ ում դեմ է քո պատերազմը։ Մտածում եմ այսօր քեզ օգնեցի, որ քո պատերազմների մեջ դու կարողանաս էֆեկտիվ պատերազմես։ Եվ ճիշտ թշնամու դեմ պատերազմես։ Եվ հանուն ինչի պատերազմես ու ինչի համար պատերազմես։ Տեր օրհնի ձեզ։